Էնդոկրինոլոգիան կամ որը այսօր առաջարկում է հորմոնալ թերապիայի միջոցով բուժել որոշ հիվանդություններ, շատ մեծ վտանգ է իրենից ներկայացնում այսօր հասարակության համար և շատ մարդիկ, ովքեր հորմոնալ թերապիա են ընդունում, մեծ մասամբ նոր կամ քրոնիկ հիվանդություններ են ձեռք բերում, կամ այնքան է բալանսը հորմոնների խախտվում, որ և կյանքի որակներ է ընկնում և կյանքի տևողությունը այդ մարդկանց։ Մարդը դիմելով հորմոնալ թերապիային ինքը նույնիսկ չի էլ հասկանում, չի էլ պատկերացնում ավելի ճիշտ, չի գիտակցում, որ իր կյանքն էլ է կրճատվում, տևողությունը, որովհետև ապրում է ներկայով, չի տեսնում, թե ինչ ընթացք պետք է ունենա։ Հորմոնալ բալանսը Աստված մարդուն կենսական ուժ է տվել և մեխանիզմները Աստված այնպես է ստեղծել մարդու մեջ, որպեսզի հորմոնների բալանսը օրգանիզմը ինքը պահպանի։ Եվ եթե դրսից մի հորմոն ներս մտավ, կապ չունի ինչ հորմոն է, այդ հորմոնին պատասխանատու և օրգանը, այսինքն գեղձը, և կենտրոնական նյարդային համակարգը և հիպոֆիզը հատկապես նվազեցնելու են այդ հորմոնի արտադրությունը կամ մասնակի, ինչ քանակով մտի, կամ ամբողջությամբ, եթե երկար ժամանակ ամեն օր այդ քանակով մտնի։ Այսպես է, որ մարդկանց մոտ շաքարային դիաբետի 2-րդ տիպը բուժելուց և դեռ ինսուլին արտադրվում է, սխալ բուժման հետևանքով առաջանում է առաջին տիպ և հասցնում են մարդուն նրան, որ ամբողջ կյանքը սրսկվի ինսուլին։ Այստեղից է նաև, որ վահանաձև գեղձը բուժելու համար փոխանակ, այսինքն փոխանակ բուժեն վահանաձև գեղձը, ավելացնում են հորմոն, հորմոնը խմելու դեպքում վահանաձև գեղձի հիվանդությունը ավելի է բարդանում և այստեղից է, որ հորմոնը ընթացքում ավելի են չափաբաժինը բարձրացնում, եթե բուժում է ինչու են բարձրացնում, եթե սկզբից 50 միլիգրամ էր, ենթադրվում է, որ այդ քանակով պետք է բավարարվել, ինչու է 50-ը դառնում ընթացքում 75 և 100, դա նշանակում է, որ ավելի է հիվանդությունը այդ հորմոնալ թերապիան բարձրացնում։ Պատճառը և նաև նշեմ, որ մարդը չի կարող իր կամքով կենսական ուժի վրա ազդել։ Շատ մարդիկ մտածում են, որ իրենց կամքով կարող են մեխանիզմները փոխել իրենց օրգանիզմի, դա էլ է անհնար։ Աստված այնպես է ստեղծել, որ այդ մեխանիզմը մարդու կամքից անկախ է գործում։ Փաստորեն մարդը չի կարող իր կամքով ազդել այդ մեխանիզմներին, անհնար է, և չի կարող արտաքին, այսինքն որևէ քիմիական նյութով, բաղադրությամբ կամ հորմոնով փոխել, այսինքն կարգավորել մեխանիզմները, չի կարող կարգավորել, ավելի է խառնելու։ Այստեղից է, որ հոմեոպաթիկ մեթոդը, որը տալիս է իմպուլս, որպեսզի մեխանիզմները կարգավորվեն օրգանիզմի կողմից, այսինքն օգնում է օրգանիզմին, որպեսզի օրգանիզմը ինքը իր խախտված պրոցեսները վերականգնի։ Եվ այստեղից է, որ այսօր շատ քրոնիկ լուրջ հիվանդությունները հենց հորմոնալ թերապիայից հետո են առաջանում և կարող է միներալների քանակն է փոխել, հորմոնալ թերապիայից կարող է երկաթի դեֆիցիտ առաջանալ, կալցիումի յուրացումը դադարեցվի, այսինքն լավ չյուրացվի, և մարդը հետո մտածում է, աստորեն հորմոնալ թերապիայի պատճառով առաջանում է դեֆիցիտ միներալների, մտածում է, եթե միներալները ավել խմի, դեֆիցիտը կլրանա, ավել է խմում, թունավոր է ստանում, ավելի է նվազում, այսինքն պակասը ավելի է մեծանում, այսինքն յուրացումը դադարում է։ Դեֆիցիտ եթե կա, այսինքն որևէ միներալի, եթե մենք խոսում ենք, եթե մարդը օրը գոնե 2 անգամ կամ հաց է ուտում, 2 կամ 3 անգամ, միներալի կամ վիտամինի դեֆիցիտ չպետք է լինի, եթե սնվում է ճիշտ ժամանակին, այսինքն գիշերը չի ուտում, և դեֆիցիտ չի կարող լինի, եթե պրոցեսները օրգանիզմում նորմալ են կատարվում։ Ես նկատի ունեմ ակնհայտ դեֆիցիտի մասին։
Եթե ակնհայտ պակաս կա որևէ միներալի կամ վիտամինի օրգանիզմում, ապա խնդիրը օրգանիզմի մեխանիզմների մեջ է, օրգանիզմը ունի քրոնիկ հիվանդություն եւ անհնար է նույն նյութը նույնպես պրեպարատ, այսինքն նույն երկաթը խմելով ամեն օր մի ամիս անհնար է լրացնել, այսինքն եթե երկար է խմի մարդը 7 օրից ավել ամեն օր թունավորում է առաջանում եւ շատ պացիենտներ շատ կալցիումի ավելի շատ յուրացման պրոբլեմներ ունեցել են այն պացիենտները, ովքեր կալցիումի կարբոնատ են խմել մի ամիս, 2 ամիս, այսինքն իրանց մոտ թունավորում է եւ остеопорոզը լինում է շատերի մոտ, այո, նույն այդ կալցիումի յուրացման պրոբլեմը մեկ այլ հիվանդության պատճառով, բայց շատ է եղել դեպքեր, որ կալցիումի կարբոնատ շատ են խմել 2-3 ամիս, կալցիի D3 են խմել, դրանից հետո остеопорոզ առաջացել, այսինքն կամ ավելի բարդացել է, հենց դեպքեր կան, այսինքն թունավորում է մարդը իր օրգանիզմը ավել տալով, փոխանակ կենսական ուժը վերականգնի, որպեսզի օրգանիզմը ինքը լրացնի իրեն ինչքան պետք է եւ ինքը տեղափոխի այնտեղ, որտեղ իրեն պետք է, ոչ թե եթե օստեոպորոզ սովորաբար որոշի, եթե կալցիումի կարբոնատով են բուժում, համօստեոպորոզը ավելի է բարդանում եւ սկսում են կուտակումներ կալցիումի հոդերում, մեկ այլ տեղում մկանները կարող են քարանալ եւ այսինքն հերիք չի, որ այդ կալցիումի կարբոնատը որ խմում են ոսկորներին չհասավ, կուտակվեց մեկ ուրիշ տեղ, որտեղ օրգանիզմը դա պիտի այդտեղ կուտակի, որ թունավորում չլինի։ Եվ յուրացումը այստեղից է որ ընկնում շատերի մոտ թունավորումից։ Դա կոչվում է թունավորում, երբ որ մարդը որևէ միներալ կամ հավելումներ կամ այդ տիպի խմում է 5 օր, 6 օր, 7 օրից ավել ամեն օր։ Դա թունավորում է։ Դրան են վերաբերում նաև հորմոնները, եթե մի քանի օր խմեց, վերջ, հետո պետք է ահագին ժամանակ բուժել։ Հիմնականում հորմոնալ թերապիան այսօր շատ մեծ վտանգ է մարդկանց համար, այսօր այդ ոլորտը շատ մեծ վտանգ է եւ նոր հիվանդությունների աղբյուր է, քրոնիկ հիվանդությունների։ Առողջ եղեք։